Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածում խոսելու ենք ամենահաճախ հանդիպող, բայց երբեմն թերագնահատվող խնդիրներից մեկի մրսածություն կամ եւ սուր նազոֆարինգիտի մասին։ Անկեղծ ասեմ, անձամբ ես դրանք չեմ տարբերակում, այսօր մեր հյուրի օգնությամբ կտարբերակենք դրանք կամ կնույնականացնենք, թվում է թե սովորական քթահոսություն է, կանցնի մի քանի օրում, սակայն իրականում երբեմն վիճակը բարդանում է, միշտ չէ որ այնքան անվնաս է, որքան ընդունված է մտածել։ Երբեմն վիրուսային, բակտերիալ ընթացքներ են լինում, երբ անհրաժեշտ է լինում բժշկի օգնություն եւ համապատասխան բուժում։ Իմ հյուրն է Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի թերապևտ Ռուբեն Մաղդաս Մոխթարյանը։ Ողջույն, բժիշկ Ռուբեն։ Ողջույն, բժիշկ Պողոսյան։ Որ այսօր այստեղ եք։ Նախ ինչպես ասեցիք, խնդրեմ մեզ լուսաբանեք, ես եւս դրանք չեմ տարբերում, ինչ է իրենից ներկայացնում սուր նազոֆարինգիտ, արդյոք դա մեզ բոլորիս հայտնի այդ հարբուխով նման սիմպտոմներով ընթացող հիվանդություն է վիճակը, թե այլ բան է։ Նախ ես շնորհակալությունս հայտնեմ, որ հրավիրել եք ինձ ձեր տաղավար։ Այո, խոսենք սուր նազոֆարինգիտից եւ մրսածությունից, ժողովրդի մեջ դա հայտնի է մրսածություն կամ հարբուխ անվանումով, բայց բժշկական հասարակության մեջ շատ հաճախ նաև կոչվում է սուր նազոֆարինգիտ, քանի որ հարբուխ ասվածը ինքը իրենից ներկայացնում է վերին շնչուղիների վարակներ։ Մոտ հայտնի 200 տեսակի վիրուսներ կան, որոնք կարող են հարուցել վերին շնչուղիների բորբոքումներ եւ սուր նազոֆարինգիտ հայերեն թարգմանաբար դա նշանակում է քթ ըմպանաբորբ, այսինքն քթի եւ ըմպանի բորբոքում։ Այո։ Դա իրենից ներկայացնում է բարորակ ընթացքով ինչ-որ պաթոլոգիա եւ առանձնապես կոնկրետ բուժումներ իրենից չի պահանջում, մասնավոր դեպքերին անդրադառնանք, սակայն սա ինքնասահմանափակվող եւ շուտ բուժվող, մոտավորապես 5-ից 7 օրվա մեջ բուժվող պաթոլոգիա է։ Այո, որ ասում ենք բուժես չբուժես 5-ից 7 օրում կանցնի, ինքնակարգավորվի, սա այդ դեպքն է։ Նախ խոսենք այն ախտանշաններից, որոնք ամենահիմնականն են դիտվում ու որոնք կարող են օրինակ բարդություն կամ ռեալ կյանքի որակի վրա ազդել, որ մարդ ուզենա արագացնի այդ process-ը եւ նույնիսկ չհանդուրժի մի քանի օր այդ սիմպտոմները, որոնք են հիմնական։ Հարբուխի հիմնական սիմպտոմներն են դե բոլորին հայտնի ջերմությունը, քթահոսությունը, կոկորտում ցավը, դիսկոմֆորտը կոկորտում, քերոցի զգացումը, երբեմն նաև կարող է հազ լինել, շատ ժամանակ ասում են կոկորտային հազ ունեմ հիվանդները, այո։ Եւ ընդհանուր թուլությունը, թե միայն բարձի թողի կամ ձգձգված ընթացքի դեպքում կարող է օրինակ միանգամից սկսվել ահազը։ Որպես օրինաչափություն, մեզ հայտնի վիրուսները, որոնք առաջացնում են հարբուխ կոնկրետ այդ մրսածություն ասվածը, դա հիմնականում որոշակի ինտերվալ է պահանջում, 24-ից 48 ժամ գոնե, որպեսզի այդ գանգատներն ու սիմպտոմները սկսվեն, բայց կան վիրուսներ, օրինակ ինֆլուենզան, որը գրիպ ասվածն է, ինֆլուենզան նույնիսկ 1 ժամում կարող է առաջացնել միանգամից բարձր ջերմություն, հազ, մարմնի կոտրտվածություն, որը շատ նման է բոլորիս հայտնի COVID-ին իր սիմպտոմներով։ Ավելի արագ ընթաց եւ ավելի վտանգավոր, այո։ Ինչ կասեք հակաբիոտիկների մասին, մենք ունենք էլի հասարակության մեջ կարծում եմ, որ այսպես միտում կամ անմիջապես ինքնուրույն հակաբիոտիկ իրենց հայտնի օգտագործել, որը նախկինում միգուցե ցուցվել է կամ իրենց օգնել է, եւ հակառակ բևերը, երբ որ առհասարակ բացառում են դեղորայքային ընդունում, արդյոք նազոֆարինգիտի դեպքում հակաբիոտիկները տեղին են եւ դուք հաճախ նշանակում եք։ Դա իրոք խնդիր է բժշկության համար, նաև հանրային բժշկության առումով, քանի որ հակաբիոտիկների անհարկի կիրառումը շատ լուրջ խնդիրների է բերում։ Հակաբիոտիկները դրանք այնպիսի դեղորայքներ են, որոնք գերազանցապես ազդում են միայն բակտերիաների վրա, այսինքն դրանք ոչնչացնում են բակտերիաներին։ Եվ եթե մարդը անհարկի կերպով առանց բժշկի ցուցման կիրառում է անտիբիոտիկ, սխալ դոզաներով, սխալ պաթոլոգիաների ժամանակ ոչ ճիշտ բուժման կերպով, դրանք կարող են առաջացնել բակտերիաների մոտ ռեզիստենտականություն,
այսինքն տվյալ բակտերիայի մոտ առաջանում մի այնպիսի երևույթ, Այո, որը այլևս թույլ չի տալիս, որ տվյալ անտիբիոտիկը բակտերիային վերացնի, աշխատի, այսինքն կայուն է չակերտավոր արդեն, իմունիտետ է ձեռք բերում բակտերիան տվյալ դեղի նկատմամբ։ Նաև նշեմ, որ հակաբիոտիկները տարբեր կողմնակի ազդեցություններ ունեն եւ եթե ինչ-որ պաթոլոգիայի ժամանակ հակաբիոտիկ է նշանակվում, բնականաբար այստեղ արդեն թերություններ եւ առավելություններն են հաշվի առնում, իսկ ուղղակի նազոֆարինգիտի ժամանակ դրանք կիրառելը բազմակոմպոնենտ կարող են մեզ մոտ, մարդկանց մոտ առաջացնել բարդություններ։ Շատ հաճախ, բացի հակաբորբոքայինները, դա էլի ճաշակի սովորության հարց է կարծում եմ, տանը եղած ցանկացած հակաբորբոքային կամ ցավազրկողներ կամ ջերմիջոցնող օգտագործում են, բայց եւ շատ են կիրառում քթի սպրեյեր կամ աղաջրեր։ Այ խոսենք այն մասին, ես շատ լսում եմ այդ անոթասեղմիչ ասվածը, ինչպես մեր բուժառուները, հեռուստադիտողները հասկանան, որ դեպքում կարելի է ինքնուրույն սպրեյեր օգտագործել, իսկ որ դեպքում չարժե կամ կարող են բարդացնել ինչ-որ։ Սա եւս խնդիր է։ Սա արդեն անտիբիոտիկի հետ չենք կարող համեմատել, ինքը կոլեկտիվ ազդեցություն այդքան չի կարող ունենալ, ավելի օրգանիզմի վրա հենց ազդեցությունը։ Անոթասեղմիչ դեղորայքը կարելի է կիրառել ըստ ուղեցույցների 3-ից 5 օր մաքսիմում, քանի որ դրանից հետո արդեն առաջանում է դեղորայքային տախիֆիլաքսիա, այսինքն օրգանիզմը ձեռք է բերում այնպիսի հատկություն, որ սկսում է չընկալել այդ դեղի ազդեցությունը։ Բացի դրանից առաջացնում է լորձաթաղանթի հաստացումներ, արդեն դեղորայքային բորբոքում, որը գումարվելով այդ վիրուսի առաջացած բորբոքման հետ առաջացնում է այնպիսի ռինիտներ, այսինքն քթաբորբեր, որոնք այլևս անհնար է լինում նման դեղորայքներով բուժելը։ Բացի դրանից նաև կարող է համակարգային օրգանիզմի վրա ազդեցություն ունենալ, քանի որ դրանք վերջիվերջո անոթասեղմիչներ են, եթե տվյալ պացիենտը ունի առողջական տարբեր խնդիրներ, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը կամ սրտի ռիթմի խանգարումները, հավանականությունը շատ բարձր է, որ դրա գեր կիրառման դեպքում կարող է առաջացնել զարկերակային ճնշման տատանումներ, նաև սրտի ռիթմի խանգարումներ եւ ուզում եմ անպայման նշել, որ հղիների դեպքում եւս սրա կիրառումը բարդությունների խիստ ցանկալի չէ եւ բարդությունների աղբյուր կարող է հանդիսանալ, որովհետեւ շատ հղի պացիենտներ մոտենում են արդեն ասելով, որ գիտեք բժիշկ, ես արդեն 5 օր է փչում եմ տեղային սպրեյները։ Եվ իրոք դա կարող է վնասել եւ մայրիկին եւ պտղին։ Պաստորեն, այստեղ կարող ենք ունենալ այսպիսի արդյունք, երբ որ տեղային ազդեցությունից զատ ինքը կարող է նաև ավելի տարածում եւ լայն ազդեցություն ունենա ոչ ցանկալի։ Եվ ինչն է ուզում շեշտել, պաստորեն մենք մտածում ենք, որ ցանկացած этаպում կարելի է, խնդրում եմ դա էլ ասեք, որտեղ եթե դեռ նոր է քթահոսությունը, առհասարակ մենք գիտենք, որ մեր օրգանիզմը շատ խելացի է եւ ինքը ինքնակարգավորվում, ինքնամաքրվում եւ ինքնապաշտպանվում է։ Ու շատ հաճախ նույնիսկ մեր գործելակարգը պիտի կազմված լինի այն մղումից ուղղակի իրեն չխանգարել կամ չվատթարացնել վիճակը, այս տեսակետից կա այդպիսի этаպ, երբ օրինակ առաջին 6-7 օրում ցանկալի չի, եթե առատ քթարտադրություն կա, ուղղակի չխանգարել, թողնել, որպեսզի հոսումը ինքնուրույն լինի եւ որ դեպքում արդեն տեսնում ենք, որ չէ, մարդուն դա խանգարում է եւ պետք է ցուցել։ Ինչպես քիչ առաջ նշեցի, հարբուխը եւ մրսածությունը կամ սուր նազոֆարինգիտ ասվածը հիմնականում տևում է 5-ից 7 օր։ Եթե մենք արդեն 5 եւ 7-րդ օրերի շրջակայքում ունենում ենք գանգատների վատացում կրկնակի, ունենում ենք տենդ, որը ոչ մի ձև չի կառավարվում ջերմիջոցնողներով, ուզում եմ նաեւ նշել, որ մածուցիկությունը եւ գույնի փոփոխությունը միայն իրենցով չեն կարող պայմանավորել, այո, այն հանգամանքը, որ վիրուսին եւս բակտերիա է միացել եւ այլն։ Մենք պետք է համադրենք կլինիկական մի քանի նշաններ։ Այո, նշեցինք ջերմությունը, քթահոսության փոփոխությունը, արտադրության մածուցիկության փոփոխությունը, նաև կարող է ճնշման զգացում լինել հարկթային խորոշների պրոյեկցիայով, ակնակապիչների շրջանում այտուց կարող է ունենալ պացիենտը եւ ընդհանուր թուլության ավելի զգալի լինելը։ Դրանք նշաններ են, որոնք արդեն խոսում են վատացման մասին։
Արդյոք կան, ինչպես ասեցի, բոլորը շատ զբաղված են այսօր, գիտենք, որ բազմա առաջադրանքներով լի օրենք ունենում, հատկապես այն մարդիկ, ովքեր աշխատում են եւ մշտապես շտապողականության եւ վազքի մեջ են, արդյոք կա ապացուցված մեթոդ կրճատելու այս ընթացքը եւ անգամ այդ 7 օրը չսպասել, որտեղ համաձայնենք բավականին շատ է, որոշները չեն դիմում տեղամասային պոլիկլինիկա, որոշիներին, եթե ջերմություն չկա ակնհայտ վատթարացում, նույնիսկ անաշխատունակության թերթիկ, թերևս այդ մասին չխոսենք, բարդությունների դժվարություն, բայց ինչ անել, եթե ուզում ենք արագացնել այդ ընթացքը, ասեմ օրինակը, բայց ինչ եմ ուզում հարցնել, շատերս հակավիրուսային լսել ենք կամ 1-2 անուն գիտենք, հենց ասում ենք զգում եք, անմիջապես խմեք։ Կան արդյոք մեթոդներ, որոնք չեն վնասի եւ գիտությունը, բժշկությունը դա թույլատրում է եւ ողջունում։ Սա էլ է շատ արդիական հարց։ Հակավիրուսայիններ ասված դեղորայքները դրանք շատ տարբեր են հիմա եւ տեղատներում էլ մինչեւ այս ազատ վաճառքի դեղորայք կար։ Ապացուցողական դեղորայքի մեջ մտնում են հիմնականում գրիպի դեմ ուղղված հակավիրուսային դեղորայքը, օզելտամիվիր ազդողնյութով կոչվածը, իսկ մնացած դեղորայքները հիմնականում ապացուցողական բնույթ չունեն եւ վիրուսային վարակների ժամանակ, եթե մենք հստակ չունենք ախտորոշված ինֆլուենզա A կամ B տեսակները, մենք ընդհանրապես կարիք չունենք հակավիրուսային որևէ դեղորայք կիրառելու, որքան էլ որ դրանք կոչվեն հակավիրուսային։ Շատ սպառիչ պատասխաններ, այստեղ պարզություն որոշակի մտցվեց։ Ինչ կասեք վարքագծի մասին, ինչ սխալներ են հիմնականում թույլ տալիս, միգուցե եւ օրգանիզմն այդ 1 օր հանգիստը պետք է եւ ուղղակի պետք է պարկել, շրջալ սեփական անձը, կարեկցել, հոգ տանել եւ ավելի լավացած կամ իրոք այս process-ը ավելի արագացնել։ Կա արդյոք վարքագծային խորհուրդներ, որ դուք կտաք։ Սուր նազոֆարինգիտի ժամանակ միանշանակ խորհուրդ է տրվում պացիենտներին, որպեսզի նրանք գտնվեն տանը, հանգիստ ռեժիմում, անկողնային ռեժիմում, կիրառեն բավարար հիդրատացիա, սնվեն նորմալ, այսինքն իրենց սնունդը ապահովեն, որպեսզի շուտ կարողանան կազդուրվել։ Ոչ ապացուցողական որոշակի խորհուրդներ էլ կամ վարքագիծ էլ կա, այսպես ասած, որ կիրառվում են տարբեր տեսակի վիտամիններ, բայց ելի դրանք ապացուցողական ոչ մի հիմք չունեն։ Հնարավոր է, որ կրճատեն ժամանակը վիտամին C-ի օգտագործումը, D-ի օգտագործումը շատ ժամանակ, ցինկ է կիրառվում, բայց դրանք ապացուցողական հիմք չունեն, հնարավոր է լինեն արդյունավետ։ Նյարդաբանական մի քիչ պատասխանատվությամբ ասեմ, կարելի է շատերին կիրառել D վիտամին C կամ C պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով երբեմն եւ բժշկի հետ խորհրդակցելով, չէ՞։ Ես գիտեմ, որ իմունիտետի համար պահպանման կամ կանխարգելման էլի գիտությունը շատ տարբեր բաներ է ասում, բայց միգուցե չսպասել այդ օրերին միայն ծանրաբեռնել դեղամիջոցներ, որտեղ կարծես թե արդեն ուշ է լինում։ Ես նաեւ կուզեի նշել ապացուցողական հիմք ունեցող մեր գործառույթներից մեկը նաև հենց կանխարգելումն է եւ դրա լավագույն միջոցը պատվաստումն է գրիպի դեմ, որ շատ ժամանակ մարդիկ թերահավատորեն են մոտենում, մանավանդ հետ կովիդյան շրջան, որ պատվաստումները առաջացրեցին որոշակի կարծիքի փոփոխություն ժողովրդի մոտ, սակայն պետք է եւս մեկ անգամ հորդորեմ մանավանդ այն մարդկանց, ովքեր որ ունեն քրոնիկ հիվանդություններ, մինչ սեզոնի սկսվելը անպայման մոտենան առաջնային պահպանման օղակ եւ կատարեն գրիպի պատվաստումը։ Շնորհակալ եմ այս խորհրդի համար, կարծես թե սա վերաբերվում է ընտանիքի բոլոր անդամներին, որովհետեւ եթե ընտանիքի անդամներից մեկը ունի այդ ձեր ասած կոմորբիդ քրոնիկ կամ բազմաթիվ հիվանդություններ, ապա պատասխանատու է ողջ անձնակազմը ընտանեկան եւ ցանկալի է որ բոլոր անդամները ընտանեկան պատասխանատվությունն է։ Ընտանեկան պատասխանատվությունը եւ վերջում ամփոփելով այս թեման, եթե կարելի է նշենք նաեւ ողջ ընտանիքի այսպես կոչված իմունիտետի մասին, ինչ կարևորագույն քայլեր կան, որ կարող են ընտանիքի անդամները, ծնողները, մեծահասակները, երեխաները անել, որպեսզի այդ իմունիտետը ունենան կամ քիչ հիվանդանան կամ ինչքան հնարավոր է կանխարգելեն այս հաճախակի հիվանդանալը։ Բացի պատվաստումից միանշանակ արդեն իմունիտետի բարձրացմանը ուղղված մեր գործառույթները դրանք միանշանակ վերաբերվում են մեր առողջ ապրելակերպին, որովհետև դա էլ կարելի է ասել, որ այդպիսի դեղորայք գոյություն չունի, դա միֆ է, որ մարդն օգտագործի եւ իր իմունիտետը բարձրանա։ Դրա համար մեր քայլերը պետք է ուղղված լինեն առողջ ապրելակերպին, որի մեջ եւ սննդառությունն է մտնում, այսինքն սննդակարգի կարգավորումը, առողջ սննդի կիրառումը,
ֆիզիկական ակտիվությունը, սպորտով զբաղվելը, թեկուզ եթե ունենք քրոնիկ հիվանդություններ եւ ի վիճակի չենք պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելուն, միանշանակ օրվա մեջ պետք է կատարվելս մարմնամարզություն թեթե մանավանդ երբ եղանակը այս գարնանային տրամադրող է եւ անպայման ուշադրություն դարձնել հիգիենային, որովհետեւ շնչական վարակները բացի օդակաթիլային ճանապարհով փոխանցվելուց նաեւ փոխանցվում են ձեռքերի միջոցով եւ անպայման առաջին միջոցառումներից մեկը ձեռքերի հիգիենան է, հաճախակի լվացումը ձեռքերի օճառով, որը եւս ապացուցված է, որ կանխարգելում է շնչական վարակների տարածումը։ Ու դա սովորեցնել փոքրիկներին ուտելուց առաջ, որտեղ կոլեկտիվներում շատ հաճախ նույնիսկ երեխաները թե չես կարող վերահսկել, ինքը չունի այդ սովորույթը ինքնուրույն գնա լվացվի, ինձ թվում է սա էլ է կարևոր սերմանել եւ պարտադրել, որ անգամ եթե ինքը դպրոցում է կամ ծնունդի է գնացել, ինքը էս իմ կողմից եմ էլի ասում, ես միշտ երեխայիս հարցում ձեռքեր լվացիր, որ հաց ես կերել։ Նաեւ կարելի է սերմանել եւս մեկ բան, որ պատասխանատվություն սոցիալական սկսենք արդեն ձեռք բերել, որ հիվանդանալիս ոչ միայն մտածենք մեր մասին, այլ նաև մեր շրջապատի մասին, դա կլինի թե աշխատավայրում, թե ուսմանվայրում, այսինքն երբ որ մենք զգում ենք, որ մրսած ենք վիրուսային վարակի հնարավոր երևույթներ լինել, վարակի աղբյուր չհանդիսանանք, միանշանակ պետք է արդեն այդ պարագայում ձեռնարկել ինքնամեկուսացում, որպեսզի չտարածվի շնչական վարակները։ Բարդ բան եք ասում, բժիշկ ջան, որովհետև շատերը կասեն, այ մեզ անաշխատունակության թերթիկ չեն տա, աշխատավայրում անփոխարինելի եմ, 2 օր չգնամ աշխատավարձս կկրճատվի եւ շատ բայցեր, բայց համաձայն եմ, շնորհակալ եմ, որ դա էլ հնչեցրիք, որ այո, անձնական պատասխանատվությունը եւս շատ կարեւոր է։ Եթե հաշվի առնենք համակեցության կանոններից ելնելով չվնասնել մյուսներին։ Էլի եւս ուզում եմ շեշտել, որ եթե հաշվի առնենք, որ սա վերաբերում է արդեն հանրային առողջությանը, միանշանակ ավելի լավ է մենք գտնվենք տանը, բայց իմանանք, որ ինչ որ տատիկ կամ ինչ որ պապիկ թոքաբորբով չի հիվանդանալու։ Մնացած բարդությունները չասենք։ Շատ համոզիչ էր, շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք հատկապես սուր նազոֆարինգիտից, այսինքն սեզոնային վարակներից ամենատարածվածներից, խոսեցինք ինչպիսի ախտանշաններ կարող են ունենալ, ինչպես ընթանալ, ինչից խուսափել եւ ինչի կիրառելիությունը բժիշկը խորհուրդ տվեց, որ շատ էլ տեղին է եւ կարող է ձեզ չվնասել, այլ մի քիչ արագացնել ընթացքը, եթե որոշակի վարքագծային փոփոխությունների եւ կանոնների հետևենք։ Հիշեցինք նաեւ պատվաստումները, ձեռքի հիգիենայի կանոնները, որ պիտի սովորենք բոլորս եւ օրինակ ծառայենք, ինչու ոչ նաեւ մեր բալիկների համար։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի թերապևտ Ռուբեն Մաղդաս Մոխթարյանն էր։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը։